Պաշտոնական Անկարան շարունակում է դատապարտել նախօրեին Գերմանիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Վարչապետ Բինալի Յիլդրիմը այսօր Բաքու մեկնելուց առաջ տված ասուլիսում կրկին քննադատել է Բունդեսթագի որոշումը, հայտարարելով, որ այն ընդունվել է հայկական լոբբիի ազդեցությամբ։ Almanya parlamentosunda kabul edilen ve bir avuç Ermeni lobisinin 1915 թվականի դեպքերի վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանում ընդունված որոշումը մեր բարեկամ եւ դաշնակից երկրի խորհրդարանի պատմական սխալն է, հայտարարել է Յիլդրիմը, ընդգծելով, որ բանաձևը ոչ մի նշանակություն չունի եւ թուրք ժողովուրդը երբեք չի ընդունի այն։ Türk milleti tarafından asla ve asla Նա նշել է, որ առաջիկա օրերին կհստակեցվեն ձեռնարկվելիք հետագա քայլերը։ Թուրքիան անկասկած անհրաժեշտ վերաբերմունք կցուցաբերի։ Նախ եւ առաջ պետք է նշել, որ այս որոշումը վնասել է թուրք-գերմանական հարաբերությունները, ասել է Թուրքիայի վարչապետը։ Almanya ile Türkiye ilişkileri gerçek anlamda zedelenmiştir. Թուրքիայի խորհրդարանում ներկայացված 4 կուսակցություններից 3-ը Արդարություն եւ զարգացում, Ժողովրդի հանրապետական եւ ազգայնական շարժում խմբակցությունները համատեղ հայտարարություն են արել Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշման վերաբերյալ։ Մենք, որպես թուրք ժողովրդի ներկայացուցիչներ, անընդունելի ենք համարում եւ խստորեն դատապարտում ենք Գերմանիայի խորհրդարանի անարդար որոշումը, հիմնված 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած տեղահանության մասին անհիմն պնդումների վրա, ասված է թուրքական մեջլիսի հայտարարության մեջ, որին չի միացել քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը։ Վերջինի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը այսօր հայտարարել է, որ Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշումը 100 տարի ուշացել է։ Բունդեսթագի հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշմանը տարբեր կերպ են արձագանքել թուրքական խորհրդարանի հայազգի падգամավորները։ Իշխող կուսակցությունից Մարգար Եսայանը տեսակետ էր հայտնել, թե այս որոշումը քաղաքական է։ Սրան հակառակ Ժողովրդի հանրապետականից Սելինա Դողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է հրաժարվի գլուխը ավազի մեջ թաղելուց, քանզի նման կոտորածները մարդկության դեմ իրականացված հանցագործություններ են։ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի падգամավոր Գարո Փալյանն էլ Գերմանիայի կայացրած որոշումը պատմական է համարել։ Նա նշել է, որ ցեղասպանության հետ առերեսման հերթը Թուրքիայինն է։ Թուրք պաշտոնյաների Գերմանիային դատապարտող հայտարարություններին զուգահեռ Բունդեսթագի երեկվա որոշումից դժգոհում են նաև Թուրքիայի քաղաքացիները։ Հանրային ծառայողների միության նախաձեռնությամբ այսօր մի խումբ ցուցարարներ հավաքվել են Անկարայում Գերմանիայի դեսպանատան դիմաց եւ իբրև բողոքի նշան ձվեր նետել շենքի ուղղությամբ։ Նրանք հայտարարել են, որ թուրքերը ազնվաբարո ժողովուրդ են, ցեղասպանություն չեն արել, իրենց պատմությունը փառավոր է, իսկ անցյալը պատվավոր։ Նախօրեին էլ Բունդեսթագում հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո թուրք ազգայնականները բողոքի ցույց էին կազմակերպել Ստամբուլում գտնվող Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի դիմաց։ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներով եւ պաստառներով նրանք դատապարտել են գերմանացի օրենսդիրների որոշումը։ Թուրքական առաջատար պարբերականների առաջին էջերին էլ այսօր հայոց ցեղասպանության ճանաչման մասին լուրերն են։ Սոջջութերթը լույս է տեսել Հիտլերի թոռները Թուրքիային մեղադրում են ցեղասպանություն իրականացնելու մեջ գլխագրով, թուրքական հյուրի հետն էլ շապիկին Գերմանիայի հասցեին ափսոսանքի խոսքեր է տեղադրել։